Այս փափուկ, անչափ նուրբ ու համեղ կեքսերը շատ կսիրվեն ձեր ընտանիքում, քանի որ պատրաստվում են ընդամենը 30 րոպեում ու հարկավոր են մինիմալ բաղադրիչներ։ Դե ինչ, պահպանեք ու սրտիկեք այս հոլովակը, որպեսզի դուք էլ պատրաստեք, ու անցնենք գործին։ Թասի մեջ կոտրում ենք 2 ձու, վրան ավելացնում կես թեյ գթալ վանիլին, 1 լիտր կաթ։ Ես օգտագործում եմ աշտարակ կաթ, ապրանքանեշի կաթը։ Խառնում ենք, ավելացնում 1 թեյ գթալ սոդա, 380 գրամ շաքարավազ, 650 գրամ ալյուր, մոտ 50 գրամ բուսայուղ, կրկին լավ խառնում ենք եւ վերջ, խմորը պատրաստ է։ Պետք է ստացվի թույլ խմոր։ Այս խմորի մեջ կարելի է նաև հատապտուղներ ավելացնել, շոկոլադե կաթիլներ, չամիչ, այն ինչ որ ունեք ձեռքի տակ։ Ես այս անգամ շոկոլադով ու չամիչով եմ պատրաստելու։ Հիմա խմորը լցնում ենք կեքսի համար նախատեսված ձևամանների մեջ ու տապակը տեղափոխում ջեռոց, թխելու ենք 180 աստիճանի տակ, մինչ պատրաստ լինելը։ Թխվում են մոտավորապես 25-ից 30 րոպե։ Իդեպ 1 լիտր կաթից ինձ մոտ ստացվեց 40 հատ այս չափի կեքսեր։ Կարծում եմ, որ շատերիդ մոտ առաջացավ ցանկություն հենց հիմա գնալ ու պատրաստել։ Բաղադրատոմսը այնքան հեշտ է, որ անգամ ձեր երեխաները կարող են պատրաստել։ Վստահ եմ, որ իդեալական կստացվի բոլորի մոտ։ Այս պարզ ու հեշտ բաղադրատոմսը ձեզ մոտ անպայման պահպանեք, որպեսզի չկորցնեք, ու եթե պատրաստեք, կգրեք մեկնաբանություններում ձեր կարծիքը, հավանեցիք թե ոչ։ Իսկ եթե այս հոլովակը ձեզ դուր եկավ, չմոռանաք կիսվել ձեր ընկերների հետ, դնել լայք ու բաժանորդագրվել իմ տնական բաղադրատոմսեր ալիքին։ Իմ էջում շատ հեշտ ու համեղ բաղադրատոմսեր կան։